Ողջույն սիրելի հեռուստադիտողներ, ձեզ հետ Ռադար զրույցն է։ Այսօրվա մեր հյուրը պաշտպանության նախկին նախարար, ռեֆորմիստների կուսակցության վարչապետի թեկնածու Վաղարշակ Հարությունյանն է։ Բարև ձեզ, պարոն Հարությունյան, շնորհակալ եմ շատ մեծ հյուրընկալվելու համար։ Հայտնի է, որ ռեֆորմիստների կուսակցության նախագահ Վահան Բաբայանն է ձեզ առաջարկել վարչապետի թեկնածու, որի հետ ժամանակի նաև եղել եք Հանրապետություն կուսակցությունում։ Ինչու հենց այս փուլում որոշեցիք մասնակցել, հետ վերադառնալ դեպի ակտիվ քաղաքականություն։ Դե ճիշտ ասած մտադրություն չունեի։ Բայց հետո ստեղծված իրավիճակը այս սպառնալիքները, որոնք արկա են այսօր տարածաշրջանում եւ ընդհանրապես, երկար մտածելուց հետո որոշեցի, որ քանի որ 90 թվից եկել եմ եւ մասնակցել եմ ամեն ինչին, պատերազմներին, հետո համարեցի, որ սխալ կլինի, որ ես այս ամեն ինչին կողքից նայեմ։ Պարոն Հարությունյան, դուք գեներալ եք, պաշտոնավարել եք 2 անգամ որպես Հայաստանի պաշտպանության նախարար, ուստի շատերը ձեզ հենց կապում են ռազմական ոլորտի հետ, որը քննադատվում է տարիներով կուտակված խնդիրների համար։ Ինչ կասեք այս մասին։ Եկեք, այսի լոկալ հարց եք տալիս, մի քիչ ընդլայնենք։ Մենք առաջինը ես եղել եմ դե ֆակտո ղեկավարել եմ բանակը 90-91 թվից։ Երբ որ մենք նոր բանակ էինք ձևավորում, իմիջայլոց շատերը չգիտեն, որ մեր ջոկատները 90 թվականին ստորագրեցին հռչակագիր, որը մոտավորապես ստեղծեց որոշ կազմակերպչական ձև ընդունեցին ջոկատները, հետո ձևավորվեց հատուկ գունդը, հետո սովետական միություն էր, դու իրավունք չունեիր զինված ուժեր կամ ինչ ուզում ես անվանի լինեին ոչ ուժային կառույցներում։ Ու այդտեղ որոշում ընդունվեց, որը հետագայում մեզ ապահովեց հաղթանակը։ Որոշում ընդունվեց, որ մենք զինված ուժերը կառուցենք ներքին գործերի նախարարությունում։ Եվ ես եկա նշանակվեցի այդտեղ ու ղեկավարում էի բանակը։ Եվ դա մեզ թույլ տվեց օգտագործել ներքին զորքերի թիկունքային ռեսուրսները, մարդկային սպա չկար, սկզբնական փուլում սպա չկար։ Ես որ ձևավորեցի շտաբը, կոպիտ ասած հիմա գլխավոր շտաբը, դա առաջինն էր։ Այնտեղ հիմնականում, ասենք թե ոստիկանության սպաներ էին եւ կային կադրային սպաներ։ Շտաբի պետ էին նշանակել մի հատ գնդապետ կար, Աբրամյան, շատ գրագետ, պատրաստված, ու դա մեզ թույլ տվեց, որ մենք երբ որ արդեն սովետը փլուզվեց, մեր բանակը պատրաստ էր։ Ու դա բերեց հաղթանակին։ Ինչ էական տարբերություններ կասեք նախկին բանակի եւ այսօրվա զինված ուժերի հետ։ Դե այնտեղ ասեմ ձեզ մի բան, այնտեղ 92 թվականից ասեմ, եկան սովետական սպաները։ Սովետական սպաները հայերը եղել են սովետական բանակում իր քանակով 4-րդը եւ շատ բարձր որակի սպաներ էին։ Եվ դա արդեն հայրենական պատերազմը դա ապացուցեց։ Մենք մի ազգ ենք, որը տվել է 5 մարշալ, 100-ից ավել գեներալներ, հերոսներ, բայց շատերը չեն ուշադրություն դարձնում, որ մարշալ կարող է կամ գեներալը, բայց մենք տվել ենք 2 զորատեսակի ռազմաօդային ուժերի եւ ռազմածովային ուժերի գլխավոր շտաբի պետերին։ Նրանք են կազմակերպում հաղթանակը։ Ու մենք տվել ենք այդպիսի մարդ Խանֆերյանցին եւ Ծովակալ Իսակովին։ Դրանք բարձրաստիճան պատրաստված հարգանք ունեցող զինվորականներ են։ Եվ սովետական միության ժամանակ, երբ որ սկսվեց, մեր մոտ եկան սպաները, գեներալները, որոնք զբաղեցնում են, դա շատ կարևոր է, ռազմավարական օղակի պաշտոններ։ Իսկ ռազմավարական օղակը դա օկրուգն է, եւ մենք ունեցել ենք դրանց։ Իրանք եկել են եւ այդտենց մի 100 սպա կարող եմ ասել, ով ասենք ռազմաօդային ուժերը, հակատանկային ուժերը, հետախուզությունը, բոլոր բարձրաստիճանի պատրաստված սպաներ են։ Մեր հաղթանակը իրանք են կազմակերպել, որովհետեւ հաղթանակը ոնց է լինում։ Առաջինը պայմանը որն էր, որ մեր հասարակությունը պատրաստ է եւ ուզում է վերականգնել պատմական արդարությունը։ Երբ որ մենք միշտ հողեր ենք հանձնել,
պարտվել են ցեղասպանություն եւ ցանկություն եղավ եւ գնացին կամավոր պատերազմի, բայց դա քիչ է կամավոր։ Ինչ կփոխեք ներկա զինված ուժերում։ Հա, ներողություն։ Ինչ կփոխեք ներկայի զինված ուժերում։ Դե հիմա գիտեք մենք գալիս եմ դրան, որ մենք հիմա կադրային հարցն այսօր համար 1։ Երկրորդը զինված ուժերը չեն պատերազմում, պետությունն է պատերազմում։ Մեր ամենաթույլ օղակը դա մեր պետությունը պատրաստել պատերազմի, պետք է ունենանք ծրագիր, որը չկա, իսկ դա պետք է բխի հայեցակարգից անվտանգության, որը նույնպես իրական չկա, 29 ընդունել են, դա համակարգ չի դարձել, ուժի մեջ չի մտցվել։ Այդ համակարգը պետք է լինի։ Դրա հիման վրա պետք է կատարվի գրվի դոկտրին, ռազմական եւ այլ ոլորտի, որտեղ հայեցակարգը անվտանգության դա բոլոր ոլորտներն վրա, նաեւ ասենք թե տնտեսությանը, դեմոգրաֆիկ անվտանգություն, պարենային եւ այդ պարագայում, երբ որ դու ունես հայեցակարգ, իսկ ինքը պատասխանել է հետեւյալ հարցերի։ Քո շահերը ինչ սպառնալիք կա եւ ոնց է չեզոքացնում։ Միայն դրանից հետո դու պետք է գրես ռազմական դոկտրինը, ինչի հիման վրա դու կառուցում ես պլանը պետությունը պատրաստելու պատերազմի եւ ամբողջ պետական ապարատը պետք է պատրաստվի։ Իսկ դրա հիման վրա դու պատրաստում ես զինված ուժերի կիրառման ծրագիրը։ Իսկ դա զուգահեռ պետք է ունենաս համապատասխան պաշտպանության մասին օրենք, որը 17 թվի եւ չի համապատասխանում այսօրվա իրականությանը։ Առաջի հերթին դա պետք է արվի։ Եթե դա չես անում, այն բոլոր թերությունները, որ ունենք, իրանք խորանալու են եւ մենք չենք ապահովելու մեր պետության մարտունակությունը այդպես ձևակերպել։ Պարոն Հարությունյան, 2020 թվականի պատերազմից հետո ինչ հիմնական դասեր Հայաստանը չի քաղել։ Հայաստանը ինչը։ Հայաստանը չի քաղել պատերազմից։ Դե գիտեք ինչ, այստեղ մենք դե եզրակացություն անենք եւ պատասխան տանք։ Ինչպես մենք չտվինք պատասխան, թե ինչպես մենք հաղթանակ տարանք առաջի պատերազմում, մենք չենք տա, մեր հասարակությունը հստակ չգիտի ինչի ենք մենք հաղթանակ տարել, ինչ պատճառներով, որտեղ այն ժամանակ էլ Ադրբեջանը ուներ առավելություն, դե բաժանումը զինված ուժերի տեխնիկայի ոնց եղավ, որոշում ընդունվեց, որ ում տարածքում ինչ կա, ինքը վարձնում է։ Մեր տարածքում քիչ էր, որտեղ այնտեղ կար եւ ռազմաօդային ուժեր մենք չունեինք ընդհանրապես, իրանք տանկեր են ստացել 3-ից 4 անգամ ավել, հակաօդային պաշտպանության միջոցներ 8 անգամ ավել, տարբեր պայեստամասեր, զենք, զինամթերք ամենակարևոր, զինամթերքը 25 անգամ ավել է եղել։ Եվ ձեզ մի բան ասեմ, երկրաշարժից հետո մեր մոտ շարժում սկսեց, որ վտանգավորը եւ այստեղից այդպիսի պայեսները վերցրին, ասին դե կպայթի, բան կլինի, ու այստեղից տարան Աղդամ։ Հասկանում եք, չէ՞։ Զինամթերքը այստեղից տարան, որտեվ կար ճակատ, սովետական միության կառուցված կետերն, որ կար ճակատ, այս օկրուգը կոչվում էր Անտարկովկազյան օկրուգ, իր զենքը զինամթերքը պետք է լիներ իր տարածքում, որպեսզի ինքը մարտնչի։ Այստեղից տարան Աղդամ։ Հետո զենք օգտագործում էր դա։ Պարոն Հարությունյան, այսօրվա բանակի գլխավոր խնդիրը ըստ որն է, սպառազինությունը, մարդկային ռեսուրսը, թե կառավարման համակարգը։ Չէ, ես ձեզ ասացի, մի քիչ առաջի հերթին դա պետք է արվի։ Դրանից հետո բնական է գալիս են կադրային հարցեր, սպառազինություն, եւ այստեղ էլ դրճագույն հարց կա։ Մինչեւ մենք չունենանք հայեցակարգ ու ռազմական դոկտրին, դու չես կարող ճշգրիտ հաշվարկ անես, ինչ քանակի բանակ ունենաս։ Իդեպ մայիսի 28-ին ցուցադրվելու է մեր նոր սպառազինությունը, ինչ կասեք այդ մասին, դրանք որքանով են բավարարում էր այսօրվա կարիքները։ Դե դա դրական է, այստեղ օբյեկտիվ պատճառներ կա, որ ասենք թե 20 թվից հետո, պատերազմից հետո, երբ որ Ռուսաստանը մտավ Ուկրաինայի հետ պատերազմին եւ սխալ հաշվարկ արեց այն առումով, որ եւ ժամկետի առումով մտածում էր արագ կպրծնի եւ ծավալի առումով մտածում էր այդ ծավալի չի լինի, ինքը լրջագույն դեֆիցիտ ունեցավ տեխնիկայի եւ այստեղ մենք
ունեինք ծրագիր բանակի մարտունակության վերականգնման, բայց այնտեղից չենք կարող զենք վերցնել, որտեղ ինքը չուներ։ Եվ այստեղ բնական է Հնդկաստանից, Ֆրանսիայից այդ ամեն ինչը ձեռք բերվեց։ Բայց այստեղ նույնց եմ ասում, դա պիտի լինի հստակ ով ում դեմ ենք դա անում, կարելի է դրա մասին չհայտարարել, դա էլ է դիվանագիտություն, դա այլ խնդիր է, միջ պետական հարաբերություններ, բայց բանակը ինքը հստակ կառույց է, ինքը պիտի հստակ իմանա ինչի է ինքը պատրաստում։ Զրել կբխի, ինչ տեխնիկա առնել, ինչ քանակի։ Օրինակ մենք պատերազմի ժամանակ մեզ ինչը չբավարարեց 20 թվի, հակաօդային պաշտպանության միջոցները։ Սկզբնական փուլում բավարար էր 20 օր, 20 օր իրանք չէին կարող ներխուժել, ու մի փոքր տեղերը Ջաբրայիլում եւ Մարտակերտում, եւ այստեղ մենք որ կորցրինք այդ միջոցները հակաօդային պաշտպանության, այդտեղ սկսվեց իրանց առավելությունը օդում եւ սկսվեց հետագա մեր փլուզումը պաշտպանության։ Եթե կրկին հնարավորություն ունենայիք պաշտպանության ոլորտը կառավարեիք, ինչը կփոխեիք առաջին հերթին։ Առաջի հերթին ես կանեի ինչ որ ասեցի։ Չնայած սկսել եմ դա անել եւ պետության պատերազմին պատրաստելու պլանը արել եմ, ներկայացրել եմ անվտանգության խորհրդին, նու առաջի հերթին դա է հայեցակարգը կմշակեի, բայց դա պետական խնդիր է, դա միայն բանակինը չի։ Պետական խնդիրը պետք է լինի, ես կհասնեի դրան, որպեսզի մենք դա ընդունենք, դրանից հետո ռազմական դոկտրին։ Դուք գիտեք, սպառազինությունը դա հետևանք է այս ամեն ինչի։ Եթե դու դա չունես, դու չգիտես ում դեմ ես կռվելու, եւ ինչքան քեզ պետք է տեխնիկա, ինչքան պետք է անձնակազմ, եւ դու պետք է պատրաստես երկրորդ խնդիրը։ Դա արդեն նորից պետական է։ Մեր պետությունը այդ տարիների ընթացքում մեր հասարակությանը, մեր երիտասարդությանը անբավարար է պատրաստել հայրենասերական աշխատանքներ չի տարվել։ Նայեք, մենք ինչ կինոներ ունենք։ Մեր սպան ինքը պետք է լիներ կենտրոնական տեղում, զբաղվեցնի մեր սոցիալական շերտերում ամենաբարձր մակարդակը, բայց դա չի եղել։ Մեր սպաները չեն զբաղվեցել իրենց տեղը եւ այն ինչ խնդիր էին լուծում։ Որտեղ պետությունը, եթե ապահովված չի իր անվտանգությունը, ապագայի մասին խոսել անիմաստ է, դա միանշանակ պետք է արվի։ Մենք չենք ասել դրան։ Ասում եմ, ես սովետական միություններն եմ նաև հիշում, ասենք թե ինչպես կինոներ էին հանում, սպաների մասին, զինվորների մասին, տարբեր զորատեսակների, ասենք թե տանկիստի մասին, լյոթչիկների պրոպագանդում են, եւ հետո սպայի ծառայությունը մեծ ստեղծվեց այդ պայմանը, որ մեծ գրավչություն դա ուներ եւ գնում էր։ Եվ դրա մասին ես այդ հարցը դրել եմ եւ վարչապետին եմ ներկայացրել, որպեսզի մենք նաեւ ուղղություններից մեկը, որպեսզի սպան ստանա կոչման համար փող։ Դա միշտ այդպես է եղել։ Ես училищան ավարտել եմ, իմ պաշտոնական դրույթը եղել է 150 ռուբլի, իսկ կոչումը 120 ռուբլի։ Դա գրավչությունն է բարձրացնում սպայական ծառայության, իսկ բանակի հիմքը դա սպանա, ու դա պիտի արվի։ Պարոն Հարությունյան, Սյունիքի թեմայով ձեզ հաճախ են քննադատում, հաշվի առնելով, որ Կապանի ուղղությամբ հայկական որոշ դիրքեր է նահանջել հետքաշման համար, ինչ կասեք այս մասին, իրականում ինչ էր տեղի ունեցել։ Նա ով մեղադրում է, թող իրանց մեղադրեն։ Էդի մեկ, մի հատ նայեք այդ մարդկանց կենսագրությունը ով մեղադրում է, եւ ոչ մի դիրք այնտեղ ես չեմ հանձնել։ Իրանք մոռանում են, բայց նա ով մեղադրում է, նաեւ հիմա ասում է, որ մենք այսօր չենք կարող այդ հարցերը լուծել, բայց եթե հիմա չեք կարող լուծել, բա պատերազմից հետո 20 օր հետո ոնց էին լուծելու։ Պարտվել ենք եւ այնտեղ դիրքեր չի հանձնվել, ասենք թե ես արել եմ եւ ասել եմ դրա մասին։ Ճանապարհի խնդիր կար այնտեղ, որտեղ պայմանավորված էր, որ բոլոր շրջանները հանձնվում են Ադրբեջանի, նույնիսկ Քելբաջարը ու բանը Աղդամը, որտեղ թշնամին մի միլիմետր չի մտել։ Բայց պարտվել ենք, ստորագրել ենք փաստաթուղթ, որպեսզի լինի զինադադար։ Այսինքն դա անհրաժեշտություն է, ոչ թե քաղաքական որոշում։ Չէ, դա քաղաքական որոշում է նաև եղել, բայց խնդիրը ինչու մասին է եղել։ Դուք լավ պատկերացնեք։ Գորիս Դավիթբեկ ճանապարհը, երբ որ մենք ստորագրեցինք այդ փաստաթուղթը զինադադարի,
ադրբեջանցիները պետք է գան նստեն սահմանին, շփման գիծ ձևավորեն, դա սահմանազատում կամ սահմանագծում չի։ Իրանք գալիս նստում են դիրքերին, նախկին սովետական միության սահմանին։ Երբ որ իրանք գալիս նստում են այդ հատվածում Գորիս Դավիթ-բեկ, այդ ճանապարհը 21 կիլոմետր, 11 կիլոմետրը գնում է իրանք տարածքով։ Հասկանալի է, չէ՞, իրանք գալիս նստում են, դառնում է իրանք ճանապարհը։ Եվ ես կանխել եմ դա, թույլ չեմ տվել, որ իրանք գան նստեն։ Ռուսաստանի միջոցով Ռուսաստանը զորք է ուղարկել, ես կապվել եմ պաշտպանության նախարարի հետ, որտեղ իրանք կապվեցին, ինչ շտաբի պետը կորպուսի իրանք ասին, որ գալիս են նստեն։ Ես նրանքներ եմ տվել, ես հիմա դրա մասին չեմ խոսում։ Ես տարբեր բազմակողմանի ուսումնասիրել եմ, ինչ հնարավոր քայլեր կար այդ պահին։ Այսօր նույն կերպ կվարվեիք։ Հա, իհարկե, ուրիշ տարբերակ չկար, նույն կասկած չկար։ Եվ դրա շնորհիվ միակ տեղը, որ իրանք չեն եկել սահմանին նստել, իրանք սահմանին, դա այդ Գորիս Դավիթ-բեկ հոդվածն է։ Եվ մենք մի տարի ու կես օգտագործել ենք դա, մինչև կառուցենք ճանապարհը բանի Թաթևով։ Եթե այդ իրանք գալիս նստում ենք, մենք Սյունիքի կապը կորցնում ենք։ Դրա համար տեսնում եք, այդ հաջողված որոշումը եւ հաջողված գործողությունները ներկայացնում են որպես բացասական։ Նպատակը ո՞րն է։ Հասկանում եք, ես գիտեմ, բայց չի կարելի, չէ, ներկայացնել այն ինչ որ չգիտեք, ինչ որ հետապնդում եք ու այլ խնդիրներ եք հետապնդում, ես գիտեմ ինչ խնդիրներ է, ժամանակ կլինի ես դրանք ասեմ։ Հիմա նախընտրական փուլը չեմ ուզում խոսել։ Իսկ այսօր կա որոշում, որի համար զղջում եք կամ հետ հայացք գցելով, չգիտեմ, ներողություն կխնդրեիք հանրությունից։ Դե գիտեք ինչ, մենք զինվորականներս, մանավանդ ես ասում եմ առաջի օրվանից եմ, ներողությունը ո՞րն է, մենք պարտվել ենք, հասկանում եք։ Այս հաղթանակը, որ մենք ունեցել ենք, դա պատմական հաղթանակ է եղել, ամբողջ հայ ազգի սփյուռքի հաղթանակ է եղել։ Մենք առաջի անգամ պատմական արդարությունն ենք վերականգնել եւ չենք կարողացել։ Իսկ այսօր Սյունիքը որքանով է պաշտպանված հնարավոր էսկալացիայից։ Դե ինչպես է գնա։ Չեմ կարող հիմա դա ասել ին առումով, որ գիտեք ինչ։ Ես գիտեմ մի բան, որ բալանսը խախտված է դեռ իօքուտ Ադրբեջանի։ Դա է, իսկ հիմա ինչքանով է պաշտպանված, շատ գործոններ կա այստեղ։ Բալանսը իօքուտ Ադրբեջանին է եւ հիմա եթե նայենք, իրաց բյուջեն աճում է 22, 23, 24, 25 աճում է։ Մենք էլ ենք աճեցնում, բայց բավարար չի, որ բալանսը ապահովում ենք։ Նույնիսկ տեխնիկան, որ մենք առնում ենք, այն ժամանակ ես ասեցի, չէ՞ որ ինչքան են շատ ստացել, բայց մենք զենքը ստացել ենք Ռուսաստանից անվճար։ Դա իմ ձեռքով է եղել։ Անվճար միլիարդների դոլարի։ Հիմա, երբ որ մեր բյուջեն ավելի քիչ է, եւ մենք զա փողով ենք առնում, եւ Ֆրանսիայից, եւ Հնդկաստանից փողով ենք առնում։ Մենք այդ բալանսը կարող ենք ապահովել, այս մեր բյուջեով, պետական եւ բանակի։ Այստեղ հարցեր կա։ Դա համար ես համարում եմ, որ առաջնահերթը մեր անվտանգությունն է եւ անկախ նրանից, թե ինչ պետք է արվի, որ տնտեսությունը զարգանա, թե ոչ, մենք պիտի բանակի մարտունակության վրա եւ բալանսը ապահովելու համար պիտի դնենք փող եւ տեղերը կան այդ եւ դա պետության առաջնահերթ խնդիրն է։ Նաեւ պիտի մեր էլիտան հասարակությունը դա գիտակցի, որ ամենակարևոր հարցը եւ բնազներից ամենաառաջնահերթ բնազը դա կյանքի բնազն է։ Նույնը պետությունում պիտի ապահովենք։ Այսօր մենք դեռ չենք ապահովել։ Արվում է քայլեր, բայց նորից եմ, մենք փողով ենք առնում։ Ի վիճակի ենք մենք այդքան փող ունենալ, որպեսզի բալանս ապահովել Ադրբեջանի հետ, որտեղ Իրան նավթային պաշարները հիմնական բյուջեն իրան ձևավորում է պետական նավթային ընկերությունից։ Մեր մոտ ամեն ինչ թեփականաշնորհված է։ Դա համար մեր պետական բյուջեն նաև այն չի։ Իսկ պիտի մենք կարողանանք դա անել։ Այստեղ խնդիրը կա նաև տնտեսության մոդելի։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ իր քարոզարշավի ժամանակ հայտարարել էր, որ Սյունիքը խաղաղության խաչմերուկի կենտրոնական մարզն է, Սյունիքի թեմայով ոչ մի այլ հարց չկա, հա, հարցը փակված է։ Ինչ կասեք այս մասին։ Դե ինքը տալիս է քաղաքական գնահատական, ինչքանով դա հիմնվում ռազմական գնահատականների, ես չեմ կարող ասել, բայց ես ասում եմ, որ բալանսը ապահովված չի։ Իսկ հիմնական
անվտանգության երաշխիքը դա բալանսն է, ռազմաքաղաքական։ Այսօր այդ բալանսը չկա։ Կա գործընթաց դեպի խաղաղություն, բայց միևնույն ժամանակ սպառնալիքներ են հնչում։ Այնպես որ ես այդպես հանգիստ չէի լինի եւ ես մտահոգություններ ունեմ։ Մինչև մենք չլուծենք այն հարցերը, ինչ որ ես ասացի։ Պարոն Հարությունյան, դուք երկար ժամանակ նաև կարևոր ներկայացուցիչ եք եղել հայ-ռուսական հարաբերություններում, նաև Ռուսաստանում Հայաստանի դեսպանն եք եղել։ Ձեր գնահատմամբ, ձեր պաշտոնավարման ընթացքում ու հիմա հայ-ռուսական հարաբերությունները ներկայիս ինչ վիճակում են։ Հիմա տենդենսը բացասական է եւ աճողական է։ Անդրություններից հետո ինչ կլինի, բայց այն ինչ որ հնչում այսօր ընդհանրապես ասեմ ես հայ-ռուսականով զբաղվել եմ 91 թվից, հետո Մոսկվայում եմ գլխավոր հրամանատարությունում ծառայել, հետո զինված ուժերի ներկայացուցիչն եմ եղել, շատ լավ գիտեմ եւ Ռուսաստանը եւ մեր հարաբերությունները ոնց են զարգացել։ Այն ժամանակ էլ եղել են խնդիրներ, ասենք 91 թվին դա հանրաքվեի հետ կապված կազմակերպեց կալցո օպերացիա, որտեղ որ մի 36 գյուղ մաքրեցին հայ բնակիչներից, բերեցին Հայաստան եւ մտնում են մեր տարածքը։ Մի որոշումը իմ հետ քաշել մեր ոնց ասած երկրապաներին, այն ժամանակ դա փրկեց, որպեսի չլիներ այլ զարգացում, որտեղ նպատակը կալցոյի մտնել Հայաստանի տարածք, ձերբակալել մարդկանց զինված, ասել ապօրինի զինվորական խմբեր, դրա հիման վրա սովետական միություններ մտցնեին կոմենդանտսկի ժամ, այդպիսի բան կար այդտենց, ձերբակալել սաղին ու ավարտվում էր Ղարաբաղի պատմությունը։ Եղել է այդպես, հետո ժամանակ անցել է, մենք հայ-ռուսական հարաբերություն բերել ենք իմի, շատ դրական աջակցություն, մենք հաղթանակ ենք տարել առաջի պատերազմում, կռվել ենք մենք, մեր ինտելեկտը, մեր զինվորները, ի տարբերություն ինչ որ հիմա Ադրբեջանն է, Թուրքիայի օգնությամբ, բանը, բայց ռազմաքաղաքական աջակցությունը եւ ռազմատեխնիկականը դա եղել է Ռուսաստանի կողմից։ Եվ մենք կարողացել ենք այն ժամանակ այնքան զենք բերել, այնքան ապահովել մեր արտաքին Թուրքիայի զսպումը, դա իմ ներկայությամբ է եղավ, երբ որ Թուրքիան, երբ որ մենք վերցրինք Քելբաջարը, Թուրքիան բերեց իր երրորդ դաշտային բանակը մեր սահմաններին, Մարշալ Շապաշնիկովը դա միավորված ուժերի հրամանատարն էր գլխավոր, ես ընդ տեղակալ էի։ Իրան ձեկուցեցին, ինքը կապվեց Ելցինի հետ, Ելցինը հրանք տվեց իրան, բա հայտարարություն արեք գլխավոր հրամանատարի անունից, թույլ չտակ այդպիսի բան։ Եվ ինքը մամուլը հրավիրեցին եւ ինքը հայտարարեց, որ երրորդ կողմի միջամտումը հակամարտությանը կբերի երրորդ համաշխարհային պատերազմի։ Ժամեր անց այդ զորքերը հետ քաշվեց։ Հասկանում եք, չէ՞։ Եղել է այդպես բան։ Հիմա լարված է։ Իսկ Ռուսաստանի դերը ինչպես կգնահատեք խորհրդարանական ընտրությունների մեջ։ Արտաքին միջամտություն տեսնում եք։ Արտաքին միջամտությունը 4 կողմից է։ Ադրբեջան, Թուրքիա, Ռուսաստան, Եվրոպա, ակնհայտ բոլորը իր շահերն են պաշտպանում, նաև Ռուսաստանը։ Պուտինը հայտարարեց, չէ՞ որ ինքը կուզենա, որ ռուսամետ ուժերը մասնակցեն, դա ինչ է, իհարկե, Թուրքիայի Ֆիդանի հայտարարությունը, Ադրբեջանի հայտարարությունները, այդպիսի ընդրություն երբեք չի եղել, որ 4 կողմից այսպես ակնհայտ միջամտություն է եղել, եւ այստեղ նաեւ հարց առաջանում տեղեկատվական անվտանգության։ Սա Գիբրիդային 4 կողմից գնում է գիբրիդային պատերազմ, որտեղ ամեն մի պետություն հիմա գիտեք ինչ մի իրավիճակ է ստեղծվել եւ կախված է թե հարավային Կովկասը ուր է գնալու։ Բոլորը դա գիտակցում են։ Իրանն է այստեղ նաեւ շագ բոլոր պետությունները եւ իրանք բարձր փորձում են ազդել մեր ընդդությունների վրա։ Մեր խնդիրը դա թույլ չտալն է, բայց թույլ չտալը ո՞րն է։ Նորից ենք մենք գալիս այդ հայացակարգին, որտեղ պիտի լինի տեղեկատվական անվտանգություն, որտեղ պիտի նշված լինի ոնց են քեզ օգտվում։ Հիմա այսօր չկա։ Մի հատ ձեզ ինքներդ հարց տվեք, մեր լրատվամիջոցները որտեղից են ֆինանսավորվում։ Ռուսերեն ասացված կա. кто платит, тот и заказывает, тот и танцует։
ով է ֆինանսավորում մեր լրատվամիջոցները, տարբեր են, այք կտեսնեք։ Իսկ ոնց կարելի է թույլ տալ։ Հիմա պետության խնդիրը թույլ չտալ, որ մեր լրատվամիջոցները, որոնք հիմա տարբեր պետությունների շահերն են առաջ տանում, ի վնաս մեզ, հասկանում եք։ Դա համար ասենք թե մենք պետք է գիտակցենք, որտեղից են այդ սպառնալիքները, 4 կողմից։ Եվ ինչի միջոցով են գործում, լրատվամիջոցների եւ այլ մեխանիզմների։ Դա համար դուք շատ ճիշտ հարց տվեցիք, որ դա չի կարող լինել մեզ համար դրական եւ սա վտանգ է իր մեջ պարունակում եւ մեզ շեղում է, կարող է ուրիշ տեղ տալ։ Վերջերս մի խումբ ռուս բարձրաստիճան պաշտոնյաներ Լավրովը, Գալուզինը իրար հերթ չտալով հայտարարեցին, թե Հայաստանը պետք է կողմնորոշվի ԵԱՏՄ ԵՄ հարցում։ Ինչու է ձեր կարծիքով հիմա խոսվում այդ մասին։ Հիմա տեսեք ինչ նորից եմ ասում։ Ինչի Կալակայասը եկավ ես հայտարարություն արեց, ինչի Եվրոմիությունը փող տրամադրեց։ Մենք պետք է հասկանանք, ոչ թե պայքարենք հայտարարությունների դեմ, այլ հասկանանք դրանց բնույթը, նպատակը։ Ռուսաստանը դա հայտարարում է հետևյալ կերպ, որտեղ ինքը նկատում է, որ մենք փոխում ենք վեկտոր։ Ինչ առումով, մենք օրենք ենք ընդունել, որ գնում ենք Եվրոմիություն, չէ՞։ Դա իրանց համար սպառնալիք է, այո։ Ինչի, որտեղ մենք ԵՏՄ-ի անդամ ենք, հապկի սառեցված անդամ ենք։ Ինքը տեսնում է, որ ինքը ազդեցություն է իր այս դա բնական է, ինքը ուզում ազդեցություն ստեղ ունենալ, ոնց որ Թուրքիան է ուզում դառնալ լիդերը ստեղ, ոնց որ Իրանն է ուզում, սա գիտությունն է եւ բնական գործընթացներն է։ Հիմա իրանք ասում են, որ դուք եթե գնում եք այդ ճանապարհով, դուք կստանաք այս բաները։ Եվ սա պետք է հաշվի առնել ու դա համար մենք պետք է հասկանանք, սա եղել է անվտանգության խորհրդի նիստից հետո։ То есть սա որոշում է ընդունված։ Եղել է մինչև այդ, ասենք թե Գալուզինը հայտարարի, իմ ժամանակ ինձ հրավիրել են դժգոհություններ են ինձ ներկայացրել իրանց տարբեր հարցերի այդ Հռոմի ստատուտի հետ կապված լիքը հարցեր ա եղել, բայց մենք այն ժամանակ հաջողվել է մասամբ փակել, մասամբ իրանք ընկալել են կամ լռել են։ Հիմա դա անվտանգության խորհրդի նիստից հետո ելույթ ունենում Գալուզինը, Լավրովի տեղակալը, ելույթ ունենում Շոյգուն, անվտանգության խորհրդի քարտուղարը, Ավերչուկը, Մեդվեդևն էլ ասել։ Հա, Մեդվեդևը, հասկանում եք, չէ՞, սա ընդունված որոշում է, որտեղ իրանք գնում են շատ հստակ, հարցը դնում են։ Մենք պետք է որոշենք։ Դա իսկ դա որոշելը անձերը չպետք է որոշեն։ Հայացակարգում պետք է ամեն ինչ պատասխանները ստանան, երբ որ ամբողջ պետական ապարատը կգնահատի, եթե իրանք փակում են այս քայլերն են անում, մենք ինչ վիճակում ենք գտնվում։ Ոնց որ մենք ատոմակայանը փակեցինք, չէ՞, մեր խելքով։ Զրկեցինք մեզ ցուրտ ու մութ տարիների ապրեցինք, ինչքան դրա պատճառով մարդ արտագաղթեց Հայաստանից, ով է մեղավոր, մենք։ Հետո վերաբացինք։ Հիմա նույն էստե պետք է գնահատենք։ Ճիշտ է դա, ինչ որ հիմա անում ենք։ Եվրոպա մենք երբ կընդունվենք, երբ մեզ կընդունեն, որպեսզի մենք դառնանք Եվրոմիության անդամ։ Ես այդ պատասխանը հստակ ունեմ, ուրիշ հարցերի վերաբերյալ պետք է մտածվի, ասում եմ իմ սուբյեկտիվ, բայց Եվրոմիության անդամի բանով մենք մոտակա ժամանակ չենք լինելու։ Եվ այս հակասությունը եւ բանը Ռուսաստանի հետ քոտ շրջանառությունը ապրանքային իրանց հետ է, ատոմակայանը իրանց հետ է, քո լիքը անվտանգային հարցերը իրանց հետ է, դու զենք ես նույն հիմա Իրանից վերցնում։ Կա այդպիսի գնահատական, կան հիմնավորումներ, ասենք թե նույն տնտեսության, էկոնոմիկայի, անվտանգության բոլոր հիմնավորումները կան, որ այս դեպի Եվրոպա գնալը մեզ կբերի այս հաջողությունների, թե չէ ոնց որ այն ժամանակվա նման փակեցինք արտագաղթը մարդիկ ցուրտում այդ տարիներին դուրս եկան թիվը չեմ կարող ասել կապված է դեռ, բայց մենք եւ տնտեսական եւ բարոյական եւ դեմոգրաֆիկ կորուստներ ունեցանք մեր մեղքով իմաստը ո՞րն էր փակելու, հասկանում եք, չհաշվառված քայլեր, որի պատճառով մենք թուլացանք։ Պարոն Հարությունյան, եթե անդրադառնանք Հայաստանի ներկայիս ներքաղաքական կյանքին, ինչպես կգնահատեք ընդդիմության գործունեությունը։ Ну, գիտեք ինչ, ես մի անգամ ասել եմ, որ այսօրվա մեր ամենամեծ սպառնալիքը, որը առաջնահերթ է լուծել, դա մեր հասարակության պարակտվածությունն է։ Ես
Դրա համար դուք նկատել եք, ես ոչ մեկին չեմ քննադատում, որտեղ համարում եմ, եթե դու ունես կընտրությունների ես գնում, դու պետք է առաջարկես ինչ ես դու առաջարկում։ Կոնստրուկտիվ մոտեցումը եւ դա բխում է ոչ թե ասենք թե դա մարտավարություն է ընտրական, այլ դու պիտի հասարակությունը հանգիստ պայմաններում ինքը ընտրի, ինքը որոշի, որովհետեւ ինքը դառնա մասնակից։ Եվ այս ինչ որ մենք վիճակ ունենք, դա նորմալ վիճակ չի։ Սա պարակտում է հասարակությանը։ Հիմա մի հատ հարց եմ տալիս։ Անցան այս ընտրությունները, պարլամենտ մտան որոշ ուժեր։ Մենք կստանանք պարլամենտ, որը կլինի միասնական, այն լրջագույն հարցերի շուրջ, որպեսզի մենք կարողանանք դիմակայել այս սպառնալիքների։ Կարող ենք մենք այնտեղ պարլամենտում միասնական դիրքորոշում ունենալ ցեղասպանության հարցի վերաբերյալ, Եվրոմիություն եւ այլ։ Ոչ։ Հիմա արդեն պարզ է, որ մենք մտնելու ենք մի հատ փուլ, անկայուն փուլ, եւ սա չի ուժեղացնում այդ պետությունը։ Դրա համար ես համարում եմ, որ մարդիկ պետքա ոչ թե իրար վրա ցեխ լցնեն, այլ ներկայացնեն իրենց ծրագիրը։ Ժողովուրդը թող որոշի։ Մենք ասում ենք ժողովրդավարություն, համանորությունում գրած է, որ իշխանությունը պատկանում է ժողովրդին, բայց իրականում այդ ձև չի։ Ժողովրդին ապա կողմնորոշում են։ Դրա համար էլիտան պարակտված, ժողովուրդը պարակտված։ Ինչի մասին ենք խոսում։ Չի կարելի այդ ձևի մի հատ լավ ասացված կա, չի կարելի նավապետից ազատելու համար խորտակել նավը։ Մենք միշտ դա նկատի ունենանք։ Այո, ընտրությունը պարզ է, ամեն մի կուսակցություն գալիս է իշխանություն վերցնի, դա բնական է, դա կուսակցությունների նպատակն է, բայց չվնասելով պետությանը, հետո գաս իշխանությանը փլատակների վրա ինչ անես։ Իսկ դուք որ ուժերի հետ եք պատրաստ համագործակցել։ Այս բանին ոչ մի ուժի հետ։ Իսկ որ ուժի հետ որևէ ձևաչափով պատրաստ չեք լինելու։ Մենք այդպիսի խնդիր չենք դնում։ Տեսնում եք, ես ասեցի, որ մենք ոչ մեկին չենք գնահատում։ Եթե ես ասեմ ում հետ չենք գնա, դա կլինի, որ ես հակաքարոզչություն եմ անում այդ ուժի։ Սամվել Կարապետյանի Ուժեղ Հայաստան կուսակցության մասին ինչ կասեք, հաշվի առնելով ընտրակաշարքի դեպքերը, կարծես նորից հա վերադառնում է ընտրակաշարքը։ Ինչպես եք գնահատում նրանց շարժերը։ Կաշառքներ կան, դա ընդհանրացրելի է։ Դրա համար կա պետական ապարատ, որը թույլ չպիտի տա, բայց եկեք մի հատ օբյեկտիվ նայենք, նորից եմ ասում։ Տեսնում եք, դուք մի կուսակցության հարցն եք դնում, եթե ապացուցվել է, դա անթույլատրելի է, որովհետև դու ազդում ես ժողովրդի կամքի վրա, դու շեղում ես, բայց նաև մենք տեսնում ենք, չէ՞ որ նաև խախտումներ կա այլ ոլորտում, օգտագործում է բանը ռեսուրս ադմինիստրատիվ, լիքը բաներ կա, եթե մենք ուզում ենք ընտրություններ անցկացնել, դա կարևոր պայմանն է մեր զարգացման, մեր կետերից մեկը դուք պետք է նայեք, որ մենք առաջարկում ենք, որ հավասար պայմաններ ստեղծվեն։ Դե հիմա նայեք, քարոզչական տեսանկյունից կա ֆինանսավորում։ Դու կարող ես անվճար, չնչին ժամանակը, ապահովում է այդ ամեն ինչ պրոբլեմ չի, ոնց գրած օրենքում, բայց կա նաև վճարովի 600 միլիոնի դու կարող ես դու միանգամից ստեղծում ես պայմաններ ոչ հավասար։ Հիմա նայեք, երբ որ ռուպեները տրամադրվում անվճար, մասնավոր ընկերությունները ասում են 4-ից 5 գիշերը։ Հավասար պայմաններ չի։ Դրա համար եթե մենք ուզում ենք ընտրություն լինի, որպեսզի ռեսուրսը չօգտագործվի ադմինիստրատիվ, մենք պետքա օրենքը փոխենք, որտեղ օրենքը հակասում է սահմանությանը։ Սահմանությունը ասում հավասար պայմաններ, օրենքը չի ստեղծում։ Մենք պետքա միանշանակ այդ ամեն ինչը վերցնի իր վրա պետությունը, դա մեծ գումար չի, ու բոլորին հավասար պայմաններ, որպեսզի բոլորը ներկայացնեն իրենց ծրագրերը, որպեսզի կաշառք չտան, հասկանում եք։ Դե մենք այդ մոտեցումով մենք ամբողջովին հանում ենք այս բացասական երևույթներ, կաշառք տալ եւ այլ բաները։ Եվ այստեղ մենք կունենանք իշխանություն, որը մեծամասնությունն է։ Այնտեղ մենք կետ ունենք նաեւ որ պատվավոր պարտավորություն լինի, որտեղ նայեք մեր ընտրությունները 91 թվից մինչև այսօր նվազում է ու դե ֆակտո ղեկավարում է փոքրամասնությունը։ Ու դա հիմա չի սկսվել 91 թվից հասարակությունը այլևս չի վստահում այս համակարգի, չի գործում այս համակարգը։ Հասկանում եք։ Իսկ եթե չի գործում, դա ինչ է նշանակում։ Պիտի արագ փոխես
հասկանաս ինչի չի գործում, որպեսզի սա ամենակարևոր հարցն է, չէ, իշխանությունը դա ամենակարևոր հարցն է։ Իսկ մենք ունենք այդպիսի խնդրեմ, որը պետք է անպայման լուծվի։ Եթե մենք այս հարցը լուծում ենք, մենք ստանում ենք լրջագույն համերաշխության մթնոլորտ, որտեվ եթե փոքրամասնություն է ընտրվում, այն մեծամասնությունը ինչ անում, սոբոտաժ անում, չի գալիս ընտրությունների միուս, չի հավատում, եւ դրա հիմքում էլ այդ միտինգներն են առաջանում, դժգոհություն է, չեն վստահում։ Իսկ եթե մարդը գնացել ընտրել է, ինքը միանգամից չի դեմ դուրս գա, ինքը կասի ես եմ ընտրել, Իմ որոշումն է։ Այո, իմ որոշումն է, հասկանում եք, ժողովրդավարության իմաստը դրանում է։ Մերը ժողովրդավարություն չի, դա միանշանակ։ Մերը, ասենք թե գրավները, սա ինչ բան է, գրավ ենք մուծում, ինչի, ստորագրություն։ Մենք ում ենք ընտրում, փողը, թե լիդերներին կամ կուսակցություններին։ Եթե վստահություն է ներշնչում այդ կուսակցությունը, ինքը կունենա համահողներ, կգնաս ստորագրություններ կհավաքես, գգաս։ Էդի մեկ դատականի համակարգում է այդպես գրավը օգտագործում, չէ, հանցագործություններից փողը դու գնա հանգստացի տունդ։ Այս հարցերը գլոբալ, մինչև մենք դա չլուծենք, այս հետևանքները, որ մենք ունենք, դուք շատ ճշգրիտ ասում եք, չենք լուծի։ Միշտ պետք է լուծել գլոբալից դեպի ներքև։ Իսկ մենք փորձում ենք ներքևները լուծել, ասենք թե նույնը ինչ որ տունը ուզում ես մաքրել, բայց քո պատուհան չունես, անիկը կաթում է, դու փորձում ես կարգի բերես տուն, չես կարող բերես։ Դա է խնդիրը։ Պարոն Հարությունյան, վերջերս բացահայտվեց նաև, որ Սամվել Կարապետյանը Կալուգայում ստացած իր արտասահմանյան անձնագրի մեջ, աշխատանքի վայր Սյունյակում գրված էր FSB։ Սա ինչպես կմեկնաբանեք։ Ուրեմն նայեք, իմ պասպորտն էլ են գտել, որ ես Ռուսաստանի քաղաքացի եմ, բայց ես նեղացել եմ, ես 10 տարի Մոսկվայում եմ ծառայել, գոնե Մոսկվայում գրանց էին, տարել են Ռոստով, չգիտեմ ինչի եմ ես ասում, մենք հերքել ենք դա, բայց էլի շարունակում են դա, որ ես Ռուսաստանի քաղաքացի։ Դուք Ռուսաստանի քաղաքացի Ես երբեք չեմ եղել, ես 90 թվին եկել եմ, այստեղ եղել եմ սովետական Հայաստանի քաղաքացի, որտեղ ես այստեղից գնացել եմ ծառայության, իմ գրանցումը եղել է Հայաստանում։ Ժամանակը որ ունեցել եմ, ասենք թե Վլադիվոստոկում, Լենինգրադում, Մոսկվայում, Պետրոպավլովսկում, բայց իմ գրացումը հիմնական կարգը տենց էր սովետական միության գրանցումը այստեղ է։ Եվ 90 թվից այստեղ եմ, սովետը փլուզվել է, ես եղել եմ այստեղ։ Ձեր կարծիքով կարող է Սամվել Կարապետյանի դեպքում էլ շփոթմունք լինել։ Ուրեմն հիմա տեսեք ինչ է։ Ես չեմ կարող դա հաստատել կամ հերքել, բայց ինձ համար մի բան պարզ չի։ Կինոյում տված այդ անձնագիրը պիտի հիմա սա փաստաթուղթ չի։ Փաստաթուղթը, երբ որ նա օֆիցիալ կանալներով է գալիս, հիմա պիտի պահանջեն այդ փաստաթուղթը գա, պետական մարմինները Ռուսաստանի պիտի ներկայացնեն փաստաթուղթ։ Միայն դրանից հետո, երբ որ կներկայացնեն, որ այո, Ռուսաստանի ծառայությունները համապատասխան ներկայացնեն, որ այդ փաստաթուղթը իրական է։ Այդ ժամանակ մենք խոսում ենք, որ ինքը FSB-ի աշխատող է եղել թե ոչ։ Հիմա չկա փաստաթուղթ։ Կա մի հատ կինո, չգիտեմ ում կողմից։ Դրա հիման վրա մենք եզրակացություն, նույն ես իմ օրինակն եմ բերում, բայց ամենակարևորը գիտեք ինչ, հերքել ենք, որ չկա այդպես բան։ Հիմա նայեք, ես եղել եմ պաշտպանության նախարար մի քանի անգամ։ Ստուգվում է 1, ես եղել եմ գլխավոր խորհրդական, ստուգվում է, ես թույլատվություն եմ ստանում գաղտնիության համար 1 ձևով ամենաբարձրը պաշտպանության նախարարը։ Այդ ժամանակ են ստուգում, ոնց կարող են ինձ տային այդ թույլատրությունը գաղտնի գործողության, եթե եւ ամենակարևորը դեսպան երբ որ նշանակում են ինքը ագրեման են ուղարկում, դա թույլատրություն է, որ ռուսական կողմը, որտեղ դու նշանակում ես, թույլատրություն տա։ Առաջի հերթին նրանք ստուգում են, հում դու այդ պետության քաղաքացին ես թե ոչ։ Ով այդ գրողները, ով գրում է, չէ, մեկը ինձ չի զանգարել, ասի ներողություն, դու քաղաքացի եք թե ոչ, հասկանում եք։ Հայտնի էր դարձել նաև, որ Նարեկ Կարապետյանն է Ռուսաստանի քաղաքացի, որը իդեպ Գալուզինը շտապեց հերքել։ Ձեր կարծիքով ինչու այդքան շուտ սկսեց հերքել։ Դե այստեղ ուրիշ խնդիր, նույնս եմ ասում, սա եթե ինքը քաղաքացի է, կենտրոնական հանձնաժողովը թող դիմեն, ապացույցներ ներկայացնեն ու անեն։ Ինչի մասին է խոսքը։ Օրենքը պիտի գործի։ Իսկ սա երբ որ մենք գցում ենք ու հասարակությունը սկսում է բամբասել ինքը քաղաքացի է թե չէ, պետությունը
պիտի փաստերով խոսի։ Բայց դեպքում Գալուզյանը ինչու շտապեց շուտ հերքել, որ Նարեկ Կարապետյանը ռուսական քաղաքացի։ Դա իրանց խնդիրն է ռուսների ինչի է շտապեց։ Դե որտեղ ինքը տեսնում է, որ ասենք թե Բայց ինչ գործ ունի Հայաստանի ներքաղաքական կյանքին է խառնվում։ Հա, չէ, եթե մենք ասում ենք ինքը քաղաքացի է, ինքը իրավունք ունի, որ քաղաքացի չի։ Իրավունք չունեն խառնվել քարոզ արշավի։ Իսկ եթե դու մեղադրում ես մարդուն, չէ, ստե պարզ է ինչա, չէ, որ ասել են, որ պրոռուսական ուժերը, այդ ուժը համարում է պրոռուսական։ Հիմա այստեղ այլ խնդիր է, նույնիսկ եթե մենք ձևավորում ենք մոտեցում, ապա մի 4 կողմին պետք է տենց մոտեցում ձևավորենք, հավասար ստանդարտներ չպետք է լինեն այլ։ Այնպես որ այստեղ եթե օրենք խախտվում է, պետությունը պետք է ուժը օգտագործի եւ օրենքը եւ հասնի, որպեսզի օրենքը գործի։ Պարոն Հարությունյան, ձեր գնահատմամբ որ ուժերը կանցնեն խորհրդարան։ Ես դες բաներով Իսկ ձեր շանսերը ինչպես կգնահատեք։ Գնահատում ենք շատ դրական ենք գնահատում եւ այստեղ ես ձեզ բարձր ասեմ, երբ որ ես որոշում ընդունեցի, որ պիտի մասնակցեմ, անցնել չանցնելը ես այդքան չեմ բարձր դրական կլինի որ կանցնեմ, բայց ես ասեմ, որ այս 2 ամիսա մենք այդ զբաղվում ենք այդ հարցով եւ շատ դրական աճ կա, այնպես որ քաղաքացին մեր իր մոտեցումը ցույց կտա, մենք 7-ից հետո կհանդիպենք ու քննարկենք այդ։ Իհարկե։ Շնորհակալ եմ շատ, պարոն Հարությունյան։ Դե շնորհակալ։ Այսօրվա համար այսքանը, իսկ ես հիշեցնեմ, որ մեր հյուրն էր Պաշտպանության նախկին նախարար, ռեֆորմիստների կուսակցության վարչապետի թեկնածու Վաղարշակ Հարությունյանը։